Սա էլ մեր Դիբակ ֆիրմայի արդրածքերն է, իրանց պետրոներով, հա, իրանց կերամանով։ Ողջույն սիրելի բարեկամներ ջան, ոնց եք։ Ներկապային գտնվում եմ Zofish ընկերությունում։ Արդեն երկու բասեին, նոր բասեյներից արդեն գործում է։ Ոսկեգույն իշխանն եմ լցրել, մեկ էլ ծիածանափայլ իշխանը, որը վիդեոներով հեսա ձեզ ցույց տամ ձկները, նայեք հրաշքները։ Տեսեք նայեք։ Մեր հրաշքներն են սրանք ոսկեգույն իշխանները։ Մի հատ հրաշքեր ստեղ ունենք, հենց հիմի խառն է, ջուր է խմում, մեջի ջուրը տաք է։ Ստեղ մեր հրաշքերն են։ Նրանք շատ մանր են, 0.2-0.3 գրամ են արդեն հասել։ Սենց սիրուն սարքել ենք։ Դե ինչքանով որ կարողացել ենք ճիշտ ասած սիրուն սարքենք։ Դե իշխանն է, պատը, արջերևը։ Այդեն սիրուն ֆագել ենք։ Ուֆ, լավ շոք է։ Դեր մեր հոթելը ձուն կա, չի հալե ձունը։ Դաժը սարի վրա երևում էր գայլի ոտքերի տեղը, բայց քանի որ ձյունը հալել է, լավ չի երևում, ես ինչ է, չի երևում, այդքան մոտիկացել ենք։ Գնացինք։ Սենց պատրաստել ենք արդեն բասեյները, նախապատրաստել ենք արդեն բասեյները, որպեսզի հաջորդ պարտիաների մանրաձկները, որ հանենք դուրս, սիրուն կիսենք։ Դե բնականաբար մեր մեշոկները կերի Դիբակա, ինչի մասին է խոսքը։ Այդ էլ է տենց։ Մի քանի վայրկյան որ սպասեք գնանք ներս են ցույց կտամ նոր ծնված մանրաձկները, ոսկեգույն իշխանը եւ երկրորդ պարտիայի մեր իշխանները։ Այս երկրորդ պարտիայից դեղիներն է, նոր են դուրս եկել պլավի, դեռ կեր չեմ տվել։ Վաղը արդեն պետքա կերտամ։ Դե արդեն լրիվ ծնված են, որ բան է, ծիածանափայլ իշխանի արդեն։ Սա արդեն որ ծնվում է 4-րդ պարտիան է։ Ծնվել են տակն են։ Դե ոսկեգույն իշխանը ունի, վաղը արդեն փորձենք կերակրել։ Ոսկեգույն իշխանը։ Իսկ այս մյուս կողմի վրա մեր հրաշք իշխաններն են։ Նա վերևում է, թե չէ, ասեք սպիշկա միացնենք, սա արդեն երկրորդ պարտիան է, այս հենց անեմ արդեն դար կերևը։ Սա երկրորդ պարտիան է։ Немножко.
էլ սենց ելի բարեկամներ, սա էլ վերջաբանը։ Շնորհակալ եմ անչափ, որ դիտեցիք մինչև վերջ այս հրաշքը։ Շնորհակալություն բոլորիդ։ Լայք եք, կոմենտ